Այսօր մենք կբացահայտենք միջնադարյան շինարարության մոռացված գաղտնիքները տեխնիկաներ, որոնք մշակվել են գյուղացիների կողմից, ովքեր մարտահրավեր են նետել ժամանակին, որոնց կառույցները կանգուն են մնացել 8 դար անց, նախքան տեսանյութը շարունակելը, հիշեք բաժանորդագրվել ալիքին նմանատիպ այլ վավերագրական պատմությունների համար։ 21-րդ դարի գյուղական Անգլիայում ավելի քան 5000 միջնադարյան կառույցներ դեռ կանգուն են որպես լուր վկաներ մի դարաշրջանի, որը շատերը համարում են պրիմիտիվ, գյուղական տները, ամբարները, համայնքային սրահները, որոնք կառուցվել են 800 տարի առաջ, դիմադրում են այնտեղ, որտեղ ժամանակակից շենքերն արդեն տեղի են տվել եղանակային պայմաններին, խոնավությանը, բնական մաշվածությանը, ժամանակակից ինժեներները, զինված ճշգրիտ գործիքներով, առաջադեմ տեխնիկական գիտելիքներով, աջող հետաքրքրությամբ ուսումնասիրում են այս կառույցները, փորձելով հասկանալ, թե ինչպես են աշխատավորները, առանց մեխերի, բետոնի կամ էլեկտրական գործիքների հասանելիության, կարողացել կանգնեցնել նման երկարագեցություն ունեցող շինություններ։ Այս հարցի պատասխանը մեզ տանում է հիանալի ճանապարհորդության եվրոպական նախնիների գիտելիքների միջով։ Միջնադարյան շինարարների հնարամտությունը հասկանալու համար նախ պետք է հասկանալ նյութական սահմանափակումները, որոնց նրանք բախվում էին ամեն օր, երկաթն այն ժամանակ արտասովոր արժեք ներկայացնող ռեսուրս էր։ Մի բուր երկաթե մեխը հավասար էր դաշտերում մի ամբողջ օրվա տաժանագիր աշխատանքի մի գումար, որն աներակայելի էր այն ընտանիքների համար, ովքեր հազիվ էին կարողանում ապահովել տարրական ապրուստը, դարբինները քրտնաջան աշխատում էին ամբողջ օրվա ընթացքում արտադրելու համար մոտավորապես 100 մեխ, մինչդեռ ժամանակակից մեքենաները րոպեում արտադրում են ավելի քան 700 հատ։ Այս պակասուրդը յուրաքանչյուր մեխը վերածեց ընտանեկան ժառանգության առարկայի, որը փոխանցվում էր սերնդեսերունդ որպես թանկարժեք սեփականություն, երբ հին կառույցները քանդվում էին։ Բանվորները խուզարկում էին փլատակները փնտրելով յուրաքանչյուր մետաղական բեգոր վերականգնելով վերօգտագործելով այն նյութերը, որոնք իրենց ընտանիքները կուտակել էին տասնամյակների ընթացքում։ Հռոմեացիները տիրապետել էին բետոնի արվեստին կառուցելով ջրատարներ մոնումենտալ կառույցներ, որոնք մարտահրավեր էին նետում երակայությանը, սակայն հռոմեական կայսրության անկմամբ այդ բաղադրատոմսերը գորան թողնելով միջնադարյան շինարարներին առանց հուսալի կապող նյութերի, առանց մատչելի մետաղական ամրակների, միայն փայտով, հողով այն ռեսուրսներով, որոնք բնությունն էր առաջարկում, հենց այս թվացյալ սահմանափակումն էր, որ ստիպեց մշակել հեղափոխական տեխնիկաներ մեթոդներ, որոնք պարադոքսալ կերպով իրենց երկարակեցությամբ կգերազանցեին բազմաթիվ ժամանակակից կառույցների։ Այս նախնյաց իմաստության առաջին գաղտնիքը թաքնված էր փայտի ընտրության մեջ մի գործընթաց, որը բնավ պատահական չէր։ Միջնադարյան վարպետ շինարարները մտերիմ հարաբերություններ էին հաստատել իրենց շրջապատող անտառների հետ տարիներ շարունակ, սովորելով նույնականացնել յուրաքանչյուր կոնկրետ նպատակի համար իդեալական ծառերը։ Կաղնին պարզապես կաղնի չէր այս փորձառու արհեստավորների համար։ Վերլուծությունը սկսվում էր գեղից, որտեղ նեղ ուղղահայաց ագոսները մատնանշում էին խիտ փտման նկատմամբ դիմացկուն փայտ ճյուղերի։ Անկյունը բացահայտում էր ծառի աճի պատմությունը տրամադրելով կարևոր տեղեկություններ ներքին փայտի որակի մասին։ Դեպի վեր ուղղված ճյուղերը վկայում էին արագ աճի մասին, ինչը արի լույսի համար հարան ծառերի հետ մրցակցության արդյունք էր։ Նման փայտը կլիներ թույլ թելքավոր, ոչ պիտանի շինարարության համար։ Մյուս կողմից, հորիզոնական տարածվող ճյուղերը ազդարարում էին դանդաղ վերահսկվող աճի մասին արտադրելով հոծ հատիկներ, որոնք ընդունակ էին դիմակայել դարեր շարունակ առանց փտելու։ Կտրման ժամանակի ընտրությունը ցույց էր տալիս նույնպիսի հմտություն, ձմռանը հատված ծառերն ունեին հյութի նվազագույն շրջանառություն, ինչի արդյունքում փայտն ի սկզբանե բնականորեն ավելի չոր էր լինում։ Այս բնական չորացումը նշանակում էր, որ միջատները քիչ սնունդ էին գտնում, իսկ սնգերը չէին կարողանում բնավորվել վերացնելով քիմիական մշակման անհրաժեշտությունը, որն այն ժամանակ պարզապես գոյություն չուներ։ Միջնադարյան շինարարները բնազդաբար հասկանում էին կենսաբանական ցիկլերը, որոնք ժամանակակից գիտությունը կբացատրեր միայն դարեր անց։ Իսկական գանձերի որոնումը, սակայն, ներառում էր այն, ինչ նրանք անվանում էին էբսեֆ, քրաքեր, բնականորեն գորացած փայտեր, որոնք համապատասխանում էին տանիքի կառուցվածքի համար անհրաժեշտ կամարներին, շինարարները հատուկ փնտրում էին կաղնիներ, որոնք աճում էին բլուրների լանջերին։ Տեղանքի բնական թեքությունը ստիպում էր այս ծառերին մի կողմում մշակել ավելի խիտ ամուր թելեր։ Կարծես բուն ինքը ամբողջ կյանքում ծանրամարտով էր զբաղվում գրավիտացիայի դեմ։ Այս սեղմման փայտը դառնում էր ամբողջ կառույցի ամենակայուն մասը։ Երբ վերջապես նույնականացվում էր համապատասխան գաղնին, պատրաստման գործընթացը հետում էր սերնդեսերունդ բանավոր փոխանցվող ճշգրիտ կանոններին, ծառը հատվում էր երկայնքով սղոցվում մեջտեղից ստեղծելով երկու սիմետրիկ կտորներ, որոնք իրար դեմ հենվելիս կձավորեին կատարյալ գոթական գամար։ Բնությունը կատարել էր ինժեներական աշխատանքը, շինարարներին միայն պետք էր գտնել, թե որտեղ էր նա թողել իր նվերները։ Մեկ գյուղացիական տնակը պահանջում էր մոտավորապես 30 հասուն գաղնի, ոչ թե ցանկացած գաղնի, այլ հատուկ նմուշներ, հատուկ կորություններով, հատուկ հատիկավոր նախշերով։ Ամբողջական անտառներ էին կառավարվում սերունդների կողմից հատուկ շինարարական փայտ արտադրելու համար։ Տկանաչ փայտի օգտագործման տեխնիկան ներկայացնում է թերս ամբողջ միջնադարյան շինարարության ամենահակասական կողմը։ Ժամանակակից մտածողությունը պնդում է փայտը ամիսներով, երբեմն տարիներով չորացնելու վրա նախքան օգտագործելը, վախենալով դեֆորմացիաներից, ճաքերից կծկումից,
Միջնադարյան շինարարներն անում էին ճիշտ հակառակը աշխատելով թարմ գտրված խոնավությամբ հագեցած փայտով։ Այս թվացյալ անխոհեմ մոտեցումը թաքցնում էր փայլուն դրամաբանություն։ Կանաչ կաղնին փափուկ է, զարմանալիորեն առանցքական միացումը, որը չոր փայտի վրա քանդակելու համար ժամեր կպահանջեր, կարող էր ձևավորվել րոպեների ընթացքում օգտագործելով հիմնական գործիքներ։ Աշխատանքն արագ էր առաջ գնում, թանկարժեք երկաթե գործիքները քիչ էին մաշվում, իսկ գործընթացի արդյունավետությունը թույլ էր տալիս նախագծերն ավարտել նախքան եղանակների փոփոխությունը։ Իսկական գաղտնիքը, սակայն, բացահայտվում էր շինարարությունից հետո հաջորդող ամիսների ընթացքում, երբ կանաչ փայտը խոնավության տեսքով կորցնում էր իր քաշի մոտավորապես 15%, թելերը աստիճանաբար գծկվում էին։ Այս թարմ փայտի վրա կատարված միացումները սեղմվում էին ինչպես վիշապոձերը, որոնք գրկում են իրենց որսին, որքան շատ էր փայտը չորանում, այնքան ավելի ամուր էին դառնում կապերը մի գործընթաց, որը շարունակվում էր տարիներ շարունակ նախնական շինարարությունից հետո։ Ժամանակակից ինժեներները փորձարկել են այս կապերը հայտնաբերել, որ պատշաճ կերպով չորացած կանաչ փայտի միացումը գործնականում անհնար է անջատել առանց հենց փայտը ոչնչացնելու։ Մինչդեռ վիկտորիանական դարաշրջանի շենքերի մեխված միացումներն արդեն քայքայվում են ընդամենը 150 տարի անց։ Քրաքերը կազմում էին ամբողջ միջնադարյան կառույցի ողնաշարը։ Այս զույգ կորացած փայտերը չեն հորինվել որևէ առանձին հանճարի կողմից։ Դրանք հայտնաբերվել են ուշադիր շինարարների կողմից, ովքեր նկատել են, որ բնությունն արդեն լուծել է կառուցվածքային ինժեներիայի խնդիրը։ Երբ այս կոր գտորներից երկուսը հենվում էին իրար միացվում գագաթում, նրանք ձևավորում էին գոթական կամար, որը տանիքի ամբողջ քաշը փոխանցում էր անմիջապես գետնին, չկար կողմնային ուժ, որը պատերը դուրս կհրեր, կարիք չկար զանգվածային հիմքերի, կամարը հոգում էր ամեն ինչի մասին։ Այս կառույցների բեռնատարողությունը գերազանցում է սպասելիքները, պատշաճ կերպով հավաքված քրաքերի հավաքածուն պահում էր մինչ 20 տոննա ծղոտե ծածկ չօգտագործելով ոչինչ, բացի գրավիտացիայից շփումից, 20 տոննան մոտավորապես հավասար է տանիքի վրա կանգնած 4 հասուն փղերի քաշին։ Առանց մեխերի, առանց պտուտակների, միայն փայտը փայտին դիպչող ճշգրիտ հաշվարկված միացումներով, գործն առաջարկում էր լրացուցիչ առավելություններ, որոնք դուրս էին սոսկ կառուցվածքային կարողությունից, հարթ պատերը քամին բռնում են։ Արագաստների պես ուղղակիորեն ընդունելով փոթորիկների ողջ ուժը, կամարը մյուս կողմից թույլ է տալիս, որ քամին սահի իր մակերեսով ուժերը շեղելով դեպի ներկողմնային հարվածների փոխարեն։ Արկղած շինությունները հարթվում էին փոթորիկներից, իսկ քրաքային կառուցվածքով տները պարզապես անտեսում էին դրանք։ Հնագիտական տվյալները հաստատում են այս արտասովոր երկարագեցությունը, բնօրինակ քրաքային կառույցները կանգուն են մնում Անգլիայում 800 տարվա անդադար փոթորիկներից հետո, դենտրոքրոնոլոգիական վերլուծությամբ թվագրված ամենահին նմուշները հասնում են մինչ 13-րդ դարի կեսերը։ Շատ մասնագետներ կարծում են, որ տեխնիկան կարող է լինել էլ ավելի հին հնարավոր է զարգանալով անգլո-սաքսոնական պրակտիկաներից, էբփիթ տերմինը ծագում է միջին անգլերեն էբթ բառից, որն իր հերթին առաջացել է հին նորվեգական դաբբենո բառից, որը նշանակում է գերիկ։ Նույն արմատն է, որից առաջացել է էբթեչ բառը, որը նշանակում է գորացած։ Այս զանգվածային փայտերի միջ կապը առանց որևէ մետաղական ամրակի պահանջում էր բացառիկ ճշգրտության միացումներ, տտբվիշ ուտչվաչտ ագոս լեզվակ միացումը իր հիմնական հայեցակարգում թվում է խաբուսիկ պարզ ընդամենը մի ուղղանկյուն գտոր, որը տեղավորվում է համապատասխան ուղղանկյուն անցքի մեջ, առանց սոսնձի, առանց մեխերի, ոչինչ բացի փայտը փայտի դեմ։ Միջնադարյան հյուսների սիրողական շինարարների միջ տարբերությունը թաքնված էր այն մոլուցքային ճշգրտության մեջ, որով կտրվում էին այդ միացումները։ Լեզվակները գիտակցաբար պատրաստվում էին մի փոքր ավելի մեծ, քան այն անցքերը, որոնք պետք է ընդունեին դրանց թերս 1.5 մմ-ով ավելի ճշգրիտ չափից։ Այս թվացյալ աննշան տարբերությունը ստեղծում էր մշտական ջնշում մագերեսների միջ տարեցտարի, տասնամյակ առ տասնամյակ։ Երբ փոթորիկները հարվածում էին պատերին, այս միացումները հակազդում էին հակասական ձով, թուլանալու փոխարեն դրանք էլ ավելի էին սեղմվում։ Քամու ուժը լեզվակն ավելի խորն էր մղում անցքի մեջ ստեղծելով աստիճանաբար ավելի ամուր կապեր։ Միջնադարյան հյուսները մշակել էին այս մեկ հիմնական միացման ավելի քան 20 տարբերակ, ոմանք դիմադրում էին ոլորմանը, մյուսները գրում էին ուղղահայաց բեռներ, որոշներն էլ մասնագիտացված էին հորիզոնական անջատումը կանխելու մեջ։ Յուրաքանչյուր տարբերակ նախագծված էր հենց այնտեղի համար, որտեղ տեղադրվելու էր շինության մեջ լուծումների մի գրադարան, որը կուտակվել էր դարեր տաց գործնական փորձարկումների ընթացքում։ Հնագետները մի բացահայտում են արել միջնադարյան կառույցների պեղումների ժամանակ։ Որոշ միացումներ միտումնավոր թողնվել են մի փոքր թույլ, ոչ թե ամփոփության պատճառով, այլ հաշվարկված ռազմավարությամբ, այս շինությունները պետք է ջոջվեին փոթորիկների ժամանակ կոշտ դիմադրելու գոտրվելու փոխարեն։ Ճկունությունը նպատակն էր։ Շինարարները բնազդաբար հասկանում էին սկզբունքները, որոնք սեյսմակայունություն ուսումնասիրող ժամանակակից ինժեներները գծագերբեին միայն դարեր անց։ Կաղնուց պատրաստված քամերը, որոնք կոչվում էին փավոց, ծառե մեխեր, անում էին մի բան, որը երկաթը երբեք չէր կարող անել, երբ խոնավությունը ներթափանցում էր միացման մեջ, այս փայտե գամերը ընդարձակվում էին ստեղծելով ինքնակարգավորվող կնիկ, որն ավելի էր ամրանում անձրի հետ, նույն պայմաններում երկաթե մեխը կժանգոտվեր, կթուլանար, կգծկվեր աստիճանաբար դուրս կգար, շինարարները քանդակում էին քառակուսի գամեր դրանք մուրջով խփում գլոր անցքերի մեջ։
Քառակուսի անկյունները գծում էին շրջակա փայտի թելերը փոքր ատամիկների պես կանխելով ցանկացած պտույտ կամ շարժում։ Տեխնիկան, որը հայտնի է որպես Wopad 8 Jump հյուսաձո ձեպ, գալիս է առնվազն 6000 տարվա հնությունից, գործընթացը սկսվում էր հյուսաձոյից ուղղահայաց ցցերի միջ հյուսված պնդուկենու կամ ուրենու ջկուն ճյուղերի վանդակից, որը ստեղծում էր հսկայական զամբյուղի նմանվող կառուցվածք, ինչն ապահովում էր կայունությունը։ Ձեպը կավի, ավազի, ծղոտի, կենդանիների մազերի թարմ գոմաղբի խառնուրդ էր։ Գոմաղբը պարունակում էր բնական յուղեր թելեր, որոնք խառնուրդը տասնամյակներ շարունակ դարձնում էին անջրանցիկ առանց սպասարկման անհրաժեշտության, ավարտված պատը չորանալիս ավելի բարձր էր դառնում, քան ժամանակակից գիպսաստվարաթուղթը։ Այս պատերի ջերմային արդյունավետությունը հավասար էր ժամանակակից ապագեթելային մեկուսացման մոտ 15 սանտիմետրին։ Տնակները մնում էին զով ամառային շոքերի ժամանակ տաք, երբ դրսում ոռնում էին հունվարյան քամիները, երբ փոթորիկները հարվածում էին, հյուսաձոն ձեպը մի փոքր ջգվում էին, կլանում էներգիան վերադառնում նախնական դիրքին, քարե պատերը նույն պայմաններում կճաքեին, կոշտ նյութերը գոտրվում են, ճկուն նյութերը գոյատում։ Այս ամբողջ համակարգի արժեքը դրամական առումով բառացիորեն զրո էր։ Ընտանիքները հավաքում էին ամեն ինչ շրջակա հողերից, կավը գետափերից, ճյուղերը մշակված ցանկապատերից, գոմաղբը իրենց սեփական անասուններից։ Ծղոտե ծածկը առաջին հայացքից թվում է չափազանց պրիմիտիվ լուրջ ուշադրության արժանանալու համար։ Պարզապես տանիքի վրա դարսված ծղոտ, սակայն իրականությունը լիովին հակասում է այդ տպավորությանը։ Պատշաճ կերպով կառուցված ծղոտե տանիքը ծառայում էր 40-ից 60 տարի, գաղտնիքը մասամբ թաքնված էր քաշի մեջ, կամ ավելի շուտ դրա բացակայության։ Ծղոտը գշրում է մոտավորապես 3 կիլոգրամ 1 քառակուսի մետրի համար, մինչդեռ կավե կղմինդրները գշրում են գրեթե կրկնագի, սա նշանակում էր, որ յուրաքանչյուր հեծան, յուրաքանչյուր միացում, յուրաքանչյուր կառուցվածք ներքում գրում էր լարվածության միայն կեսը։ Ծղոտի յուրաքանչյուր ցողուն ունի բնական մոմե ծածկույթ, երբ ջուրը գուչում է դրանց, այն սահում է ներք, ինչպես անձրը բադի մեջքից, հազարավոր այս ցողունները, դասավորված շերտերով սուր անկյունների տակ, ստեղծում են կասկադային էֆեկտ, որտեղ ջուրը երբեք կանգնած չի մնում այնքան ժամանակ, որ ներթափանցի, տանիքի հատուկ անկյունը 50-ից 55 աստիճան, որոշվել է դարեր տաց փորձարկումների միջոցով։ Փոթորկալից քամու պորտկումները իրականում ծղոտն ավելի ամուր էին սեղմում կառուցվածքին։ Ժամանակակից կղմինդրները օդ են որսում ներքից պոկվում։ Ծղոտը պարզապես ավելի ցածր է գծկվում։ Հիմքերը ներկայացնում էին մեկ թվացյալ պարադոքս, առանց բետոնի, առանց ամրանների, կառույցները, որոնք պետք է խորասուզվեին հողի մեջ, ամուր են մնում այնպիսի տեղանքներում, որոնք 5 տարում կճաքեցնեին ժամանակակից սալաքարը։ Լուծումը ներառում էր հողի հետ աշխատելը դրա դեմ պայքարելու փոխարեն։ Անկյունային սյուները հենվում էին մեծ հարթ քարերի վրա, որոնք գործում էին ճյունամուջակների պես։ Փափուկ հողը ծակող նեղ սյան փոխարեն, քարը տարածում էր քաշը շատ ավելի մեծ տարածքի վրա։ Ժամանակակից հիմքերը փորձում են մնալ կատարելապես կոշտ պարտված պայքար մղելով հողի բնական շարժման դեմ։ Սառնամանիքային ուռչումը տեղի է ունենում, երբ սառած հողը ձմռանը բարձրանում է վեր, գարնանը նորից իջնում։ Միջնադարյան կառույցները պարզապես հետում էին այդ շարժմանը։ Ամբողջ շինությունը հունվարին մի փոքր բարձրանում էր, իսկ ապրիլին նորից նստում։ Այդ ջկուն միացումները գլանում էին այս սեզոնային պարը առանց կոտրվելու։ Քարալանջ տանիքները նվազեցնում էին քամու բարձրացումը 40%-ով համեմատած հարթ ճակտոնապատերով երկլանջ տանիքների հետ, ծանր քիվերը, որոնք տարածվում էին պատերից այն կողմ, ստիպում էին քամուն գորանալ դեպի ներքից ներթափանցելու բարձրացնելու փոխարեն, անկյունակցային փայտերը, որոնք կոչվում էին հակաքամային կապեր, կողմնային ուժերը փոխանցում էին անմիջապես գետնին։ Տանիքի ֆերմաները նախ ամբողջությամբ հավաքվում էին գետնին, յուրաքանչյուր միացում ստուգվում էր, յուրաքանչյուր գամ ամրացվում միայն։ Դրանից հետո համայնքը դրանք բարձրացնում էր տեղում։ Շինությունները միտումնավոր տեղադրվում էին իրենց նեղ ծայրերով դեպի գերակշռող քամիները։ Միջնադարյան շինարարության ոչ մի ասպեկտ չի կարող հասկացվել համայնքային համատեքստից դուրս։ Մեկ քրաքային կառույց կանգնեցնելը պահանջում էր առնվազն 20 չափահաս մարդու աշխատանք կատարյալ համակարգմամբ։ Մեկ հոգին հրամաններ էր տալիս, մյուսները ձգում էին պարանները, բոլորը հրում էին հենց ճիշտ պահին, տների կառուցումը անհատական նախագիծ չէր։ Դա համայնքային իրադարձություն էր։ Գյուղերը սերունդների ընթացքում զարգացրել էին մասնագիտացման համակարգեր։ Բոլորը գիտեին իրենց դերը նախքան հայտնվելը։ Այս կոոպերատիվ համակարգը ստեղծում էր պարտավորությունների ցանցեր։ Դու օգնում ես կանգնեցնել իմ պատերը այս ամիս, ես օգնում եմ վերածածկել քո տանիքը հաջորդ գարնանը։ Ամբողջ գյուղը փոխկապակցվում էր շինարարական պարտքերի միջոցով, որոնք գործում էին որպես միջնադարյան ապահովագրություն։ Քո տնակը հրթեհվում է, ոչ ոք բողոք չի ներկայացնում։ Նրանք պարզապես հայտնվում են, որովհետև քեզ պարտք են, որովհետև մի օր իրենք նույն օգնության գարիքը կունենան, գիտելիքը նույնպես փոխանցվում էր այս համակարգի միջոցով։ Առանց գծագրերի, առանց գրավոր ձեռնարկների, միայն փորձառու ձեռքերը, որոնք առաջնորդում էին ավելի երիտասարդներին։ 1970-ական թվականներին կառուցված տներն արդեն ունեն զգալի կառուցվածքային խնդիրներ, մինչդեռ միջնադարյան կառույցները գոյատել են 8 դարերի փոթորիկների պատերազմների միջով։ Միացումները հարմարվում են հողի նստվածքի դարերին առանց ճաքելու,
Հողը շարժվում է, շինությունը շարժվում է դրա հետ, հյուսածո ձեպ պատերը շնչում են, խոնավությունը ազատորեն մտնում դուրս է գալիս, հերմետիկորեն փակված ժամանակակից շինությունները զարմանում են, երբ բորբոսը տիրում է իրավիճակին։ Գաղնու սիրտը պարունակում է բնական տանիներ, որոնք թունավորում են ցանկացած սնգի կամ միջատի, որը փորձում է ուդել այն, ոչ մի մշակման գարիք չկա, ոչ մի քիմիական նյութ չի կիրառվում։ Երբ ինչ-որ բան ի վերջո մաշվում էր, շինարարները կարող էին փոխել առանձին մասերը առանց դիպչելու մնացածին։ Վերականգնող բանվորները հեռացնում են մեկ փայտ, տեղադրում նորը հեռանում, շինությունը հազիվ է նկատում։ Երկրաշարժերի ժամանակակից ինժեներները այժմ ուսումնասիրում են այս միջնադարյան կառույցները հասկանալու համար ճկունության սկզբունքները։ Գյուղացիները, ովքեր չէին կարող մեխեր գնել, պատահաբար հորինեցին սեյսմակայուն դիզայն։ Այս շինարարների ամենամնայուն ժառանգությունը թերս ոչ թե որևէ կոնկրետ տեխնիկա է, այլ այն ցուցադրումը, որ սահմանափակումները կարող են ծնել նորարարություն։ Առանց մեխերի հասանելիության նրանք մշակեցին գերազանց միացումներ, առանց բետոնի նրանք ստեղծեցին հիմքեր, որոնք հարմարվում են շարժմանը։ Դրան դիմադրելու փոխարեն, առանց արդյունաբերական նյութերի նրանք սովորեցին օգտագործել այն, ինչ բնությունն էր առաջարկում այնպիսի ձևով, որոնք հարգում էին նյութերի բնական հատկությունները։ 800 տարի դրանք կանգուն են, ոչ թե որպես պահպանված ավերակներ, այլ որպես ֆունկցիոնալ կառույցներ, որոնք շարունակում են ապահովել մարդկանց կացարանով գործունեությամբ։ Այս շինություններից յուրաքանչյուրը մարդկային հնարամտության, սահմանափակ ռեսուրսներով նրբագեղ լուծումներ ստեղծելու կարողության այն իմաստության լուր վկայությունն է, որն առաջանում է, երբ համայնքները սերունդների ընթացքում համագործակցում են հանուն ընդհանուր նպատակների։ Հաջորդ անգամ, երբ անցնեք այս 5 կառույցներից մեկի կողքով, թերս անգլիական գյուղական վայրերով ճանապարհորդելիս, մտածեք յուրաքանչյուր գորփայտի, յուրաքանչյուր ճշգրիտ միացման, յուրաքանչյուր խնամքով կառուցված հյուսածո պատի մեջ ներդրված պատմության մասին։ Այնտեղ գոթավորված է գիտելիք, որի մշակումը դարեր է տել, որը մենք գրեթե գործրել էինք դեպի նորը մեր շտապողականության մեջ։ Այնտեղ է ապացույցը, որ երբեմն թվացյալ սխալ ճանապարհը առանց ժամանակակից ռեսուրսների, առանց արդյունաբերական նյութերի, առանց բարդ գործիքների ճանապարհը իրականում ճիշտ ճանապարհն է։ Վարպետ ծղոտածածկողները պահպանում են ավանդույթներ, որոնք գալիս են հազարամյակներից հարմարեցնելով հին մեթոդները ժամանակակից համատեքստերին, միաժամանակ պահպանելով անանուն արհեստավորների սերունդների կողմից մշակված պրակտիկաների էությունը։ Կայուն շինարարությամբ հետաքրքրված ժամանակակից ճարտարապետներն ու ինժեներները այցելում են այս կառույցները ոչ թե պատմական հետաքրքրասիրությունից դրդված, այլ փնտրելով գործնական լուծումներ երկարակեցությանը, էներգոարդյունավետությանը, շրջակա միջավայրի վրա նվազեցված ազդեցությանը վերաբերող այսօրվա խնդիրների համար։ Եթե այս վավերագրական ֆիլմը շարժեց ձեր հետաքրքրությունը մեր աշխարհը ձավորած նախնյաց գիտելիքների նկատմամբ, մտածեք բաժանորդագրվել այս ալիքին նմանատիպ այլ հետազոտությունների հետելու համար։ Յուրաքանչյուր դրվագ սուզվում է մոռացված պատմությունների, կորսված տեխնիկաների դարերի ընթացքում պահպանված իմաստության մեջ, թողեք մեկնաբանություն կիսվելով այն մասին, թե ինչն ձեզ ամենաշատը զարմացրեց միջնադարյան շինարարների մեջ, կամ եթե ձեր տարածաշրջանում գիտեք 5 կառույցներ, որոնք արժանի են ուսումնասիրության։ Հավանեք այս տեսանյութը, եթե այն փոխեց ձեր տեսակետն այն մասին, թե իրականում ինչ է նշանակում կառուցել հավերժության համար։ Միասին մենք կարող ենք ապահովել, որ այս գիտելիքը նորից չկորչի, այլ փոխանցվի գալիք սերունդներին, ճիշտ այնպես, ինչպես այդ միջնադարյան վարպետ հյուսները փոխանցեցին իրենց տեխնիկաները դարերի միջով։